Ծուխ է Քուվեյթում Միացյալ Նահանգների դեսպանատան վերևում, ըստ Ռոյթերսի դեսպանատան տարածքում հրշեջներ ու շտապօգնության մեքենաներ են աշխատում։ Քուվեյթում ամերիկյան դեսպանատունը քաղաքացիներին կոչ է անում մնալ տանը խուսափել դեսպանատան տարածքում գտնվելուց։ Պատսպարվեք բնակարաններում, նկուղային հարկերում, հեռու գնացեք պատուհաններից, հայտարարել է դեսպանատունը։ Կիրակի ինտենսիվ հարվածների տակ է եղել Բահրեյնը։ Խոշոր պայթյուն է եղել մայրաքաղաք Մանամայի կենտրոնում։ Գիշերը Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմածովային բազայի ուղղությամբ։ Ուժգին պայթյուն է լսվել Դուբայի օդակայանում, քաղաքացիները խուճապահար այս ու այն կողմ են վազել։ Դուբայում այրվել է կենտրոնական հետախուզական վարչության կողմից օգտագործվող շենքը։ Պայթյուններ են լսվել Դոհայում, Աբու Դաբիում։ Ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին, այդ թվում Արամկոյի Ռաս Տանուրա օբյեկտին։ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը Թեհրանին դատապարտել է խորհրդի անդամ երկրների վրա հարձակումների համար և հայտարարել այդ գործողություններին արձագանքելու իրենց իրավունքի մասին։ Կիրակի տարածած հայտարարությամբ նախարարների խորհուրդը հայտնել է կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները պաշտպանելու իրենց քաղաքացիների անվտանգությունը։ Ծոցի 5 երկրներն էլ հաստատել են իրենց տարածքում Իրանի չդադարող հարձակումների մասին։ Այս չարդարացված հարվածները հասցվել են երկրների ինքնիշխան տարածքին, վտանգել են քաղաքացիական բնակչությանը, վնաս հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Գրված է Ամերիկայի և Պարսից ծոցի երկրների համատեղ հայտարարության տեքստում։ Իրանական անօդաչուները գրոհում են նաև Իրաքյան Քուրդիստանում Ամերիկայի ռազմաբազաները։ Հզոր հարված է հասել նաև Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմաբազային, որտեղից որսում էին ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ արձակված հրթիռները։ Դրանից հետո Լոնդոնը հայտարարել է, որ թույլ է տվել Միացյալ Նահանգներին իր ռազմաբազաներն օգտագործել Իրանին հարվածելու համար։ Լիլիթ Խալաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։